Հրեշտակների և մարդկանց համար ուրախալի և բարի է միշտ սուրբերի հիշատակը, քանզի մենք ևս նրանց օրինակով աշխատում ենք նրանց նախանձախնդրության նմանությամբ սիրել Աստծուն։ Հրի սրընթացությամբ է այն լափում սրտերը, հորդորում է արհամարհել այս ունայն աշխարհը և նրա բոլոր վայելքները, մեր միտքն ազատում է վնասակար կենցաղային համագործակցությունից, ծնողների սիրուց, եղբայրների բարիդրացիությունից, կնոջ ու երեխաների, նաև ողջ ունեցվածքի հանդեպ ունեցած հոգատարությունից։ Թևավորում է միտքը, որպեսզի այն երկրայինից վեր բարձրանա դեպի երկնայինը, մեզ ուղարկում է հրեշտակների հետ ցնծալու և դեռևս այս կյանքում ներկայանալու Բարձրյալի աստվածային աթոռին, մարմնի մեջ գտնվելով նմանվելու անմարմիններին և չնայած երկրի վրա լինելուն, երկնայինը խորհելու։ Այդպես և հեթանոսների վարդապետը Պողոսն է գրում. «Փնտրեցեք վերին բաներն այնտեղ, որ Քրիստոս է նստած Աստուծո աջ կողմը»։ Ահա թե ինչու են ամբողջ սրտովի Քրիստոս գնացողներն իրենց վրայից թոթափում ամեն մի հոգածություն։ Նրանք արդեն չպետք է հետևեն սեփական կամքին, չպետք է ընկնեն մարմնավոր վայելքների ետևից և մարմնական կրքերի գերին դառնան։ Ով հավատում է Աստծուն, նա չպետք է տարուբերվի այն կասկածներով, թե երբևէ զրկանք կկրի իր ծառայության ընթացքում։ Թերահավատը, սակայն, իբրև հաստատուն ապավեն չունենալով Աստծուն, անհավատի նման է դատում։ Ինչպես մարտիրոսներն էին իրենց ամբողջությամբ և ի սրտե նվիրաբերում Աստծուն, որի համար արհամարհում էին մահը և իրենց տանջողների բոլոր անբարյացակամ սպառնալիքները, պատրաստ լինելով անարգանքի, տանջալից լոլկանքների, ամբողջ մարմնի ծվատման։ Իրենց կռնակները դեմ էին տալիս մասնահատելու, երակներն ու գանգը խոշտանգելու։ Մարտիրոսների անօրեն կեղեքիչները արյունախում էին և անասելի չար, որ սուրբերի մարմինները ձևում էին խարազանով, իսկ կողերը քերում մագիլներով։ Այնուհետև, իբրև կատաղի գազան, անխղճորեն կապարե մուրճով անխնա փշրում էին նրանց ուսերը, սուր մեխերը մեխելով կրծքավանդակի մեջ մասնատում էին, իսկ թևատակերին այրվող գնդեր էին դնում, այրում էին մեծագույն չարությամբ, ազդրերը երակների հետ միասին սրով էին հատում, դանակով բացում էին արյունատար երակները և ոչ մի անդամ չէին թողնում առանց չարչարելու, այլ մոլուցքի մեջ փշրում էին նաև ոսկորները։ Նահատակներն այս ամենի համար Աստծուց զորություն էին ստանում, դիմակայելու բոլոր չարչարանքներին, բոլոր պատիժների նկատմամբ անտարբեր էին դառնում, դրանց համբերելով այնպես, կարծես ուրիշի մարմնի մեջ էին։ Նույնիսկ զվարթորեն ծիծաղում էին տանջողների վրա և նրանց առավել էին գրգռում ասելով. «Եթե չարչարանքների ուրիշ եղանակներ ունեք, փորձեք մեզ վրա», բայց այս բոլոր չարչարանքները ոչինչ էին։ Իշխանավորներն այս ամենից կատաղելով ու ցասումով լցվելով, իբրև արյունռուշտ գազաններ մռնչում էին նահատակների վրա, իրենց աղաղակներով գրգռելով դահիճներին, որպեսզի առավել ուժգին հոշոտեն սուրբ ճգնավորների սուրբ մարմինները։ Նրանք էլ կրկին ընդդիմանում էին իշխանավորներին. «Ո՞ւր են չարչարանքները, որոնցով սպառնում էիք մեզ։ Ձեր խարույկը սառն է, չարչարանքները թույլ, մեզ հարվածողները անուժ են, ձեր սրերը փտած փայտից են պատրաստված, ոչինչ չի համեմատվի մեր նախանձախնդրության հետ, մենք պատրաստ ենք առավել մեծ չարչարանքների»։ Սուրբ ուժերին մշտապես հատուկ է Սուրբ Հոգու հրաշագործ շնորհը, քանի որ մարտիրոսները քաջասրտորեն, մեծ համբերությամբ մարդկանց առջև Քրիստոս էին քարոզում, ապա նա ևս նրանց հռչակեց հոր և իր հրեշտակների առջև և նրանց երախտիկները խոստացավ, ինչ որ աչքը չտեսավ և ականջը չլսեց և մարդու սիրտը չընկավ, մի բան, որ կցանկանային հրեշտակները գոնե
աղոտ կերպով տեսնել։ Սրանից ավելի ինչ կարող ենք խոսքով պատկերել։ Նրանց իր ժառանգորդը դարձրեց, իսկ թե ինչպիսին է Քրիստոսի ժառանգությունը, կարծում ենք գիտեն բոլորը։ Այն երկինքների երկինքն է, և այն ամեն ինչ նրանից վեր է, դա անհասանելի լույսն է և փարքեաթոռը, այն հեզության աղբյուրն է, ողջ դրախտն ու դրախտի ծառը, նաև քաղցրահամ պտուղը։ Ահա Քրիստոս թագավորի ստացվածքը, որից բացի կան բազում այլ հազարապատիկները, որոնց անվանումները նույնիսկ չգիտենք, որովհետև անտեսանելի են մարդկանց համար։ Կրկնապատիկ երանելի են սուրբերը, քանզի վայելելու են այդ ժառանգությունն ու Քրիստոսի հավիտենական ներկայությունը, իսկ լույսը, որով նա լուսավորում է, պայծառ է ամենքից, նաև անճարելի է նրա էության փառքը։ Նա իր ծնողի կատարյալ պատկերն է, կյանքի ակունքը, ամենայնի ստեղծիչը, խոստովանողների անսասան հիմքը, ճգնավորների պսակը, հաղթողների պարգևատուն, հզոր Աստվածը և աշխարհի իշխանը, դժոխքի կողոպտիչը և մեռածների կենդանացուցիչը։ Նա ամրոց տվեց սուրբ մարտիրոսներին, հաղթելու տանջողների անմարդկային ծրագրերին։ Նա իր մարտիկներին այս մարտի համար լիակատար սպառազինությամբ զինեց, ամեն ինչից պաշտպանելով հավատի վահանով, սիրո զրահով, վճռականության հաստատունությամբ և գոտեպնդելով նրանց հոգու սրով, որով կտրել էին թշնամու գլուխը, հիմնահատակ քանդել կուռքերի տաճարները, իբրև թեթև մոխիր, կործանել էին կուռքերի արձանները, խորտակել մեհյանները և անմաքուր զոհերի զոհասեղաններն ու անօրեն գինարբուքները։ Նրանց քուրմերին տաճարների ծառայողների հետ միասին Քրիստոս մատնեց կրակի, իսկ դևերին դուրս հանելով գայթակղիչ արձաններից մտցրեց գեհեն։ Փառահեղ մարտիրոսները տեսնելով Քրիստոսի զորության ներգործությունը, ընդունեցին առավել մեծ նախանձախնդրություն, չարչարվելու նրա անվան զորության համար և ինքնակամորեն տապալելով կուռքերին, կործանեցին երկրի երեսի բոլոր նողկալիությունները։ Որտեղ որ գտնում էին կանգնեցրած արձանները, քարերով ջարդելով դրանք նետում էին ցեխի մեջ, ամաչեցնելու և ծաղրելու նրանց, ովքեր պաշտում և երկրպագում էին կուռքերին։ Նրանք անօրեն իշխանավորներին և տանջողներին ասում էին. «Ահա ձեր անզգա, խուլ, անզոր, կույր և անշարժ պաշտամունքները, որոնց դուք ծառայում եք համրերին, դուք, որ ունեք խոսքի շնորհը, դուք, որոնց Աստված պատվեց իր պատկերով, որպեսզի ճանաչեք նրա իշխանությունը և ահուդողով ծառայեք նրան, նաև հանապազտ նրան հաճելի գործեր գործեք, քանզի նա նախաստեղծ ու հզոր, ահեղ և ուժեղ, փառավոր և անտեսանելի Աստված է, սակայն դուք չերկրպագելով ձեզ ստեղծողին, անարգում եք նրան և ծառայում արարածներին։ Նա է արարել արեգակը լուսավորելու ցերեկը, որպեսզի լույսը և ջերմությունը վայելելով միշտ փառավորեք նրան ստեղծիչին, որ այդ շնորհներով տվել է վայելքը, իսկ դուք կույրի նման թողնելով արարչին, սկսեցիք առավելապես պաշտել նրա արարածներին։ Նույն օրինակով ստեղծիչը ձեզ համար արարել է լուսինը, լուսավորելու գիշերը, սակայն դուք իբրև անմիտներ, այն իբրև Աստված ճանաչելով, սկսեցիք ծառայել նրան։ Մարդասեր Աստված, սակայն, համբերատարությամբ տանում էր այս, մշտապես բոլորից դարձ ակնկալելով և չցանկանալով մեղավորների մահը, այլ նրանց դարձը աղաղակում է ասելով. «Եկեք ինձ մոտ, բոլոր մեղքերով հոգնածներդ ու անտանելի լուծով, անօրեն գործերով և մարմնական վայելքներով բեռնավորվածներդ, և ես կհանգստացնեմ ձեզ հավիտենական երանության մեջ, շնորհելով ձեզ մեղքերի թողություն, և կլինեք իմ արքայության զավակները և կհանգստանաք իմ բոլոր ընտրյալների հետ»։
Այսպիսի խրատներ էին առաջարկում մարտիրոսներն անօրեններին նրանց դարձի համար, եթե նրանք ցանկանային փրկվել։ Սակայն սնահավատները ծաղրում էին նրանց անպատիվ կերպով պարսավելով նրանց խորհուրդները, որովհետև իմաստությունը չի մտնի չարանենգ անձի մեջ, իսկ սուրբերը, նույնիսկ խարազանվածները, խոսում և ամեն բան անում էին նրանց դարձի համար, կատարելով իրենց Տիրոջ խոսքը, թե «Սիրեցեք ձեր թշնամիներին և ձեզ ատողներին, և անհիշաչար և բոլորի նկատմամբ բարեգութ դառնալով նմանվեցեք իմ երկնային Հորը»։ Այս պատճառով երանելի են Քրիստոսի այս ճգնավորները, լույսի և հավիտենական կյանքի գործակիցները, հավատի սյուները, սիրո միությունները, կենդանի և ամենածավալ հիմքերը, Քրիստոսի եկեղեցու զավակները, երկնավոր Սիոնի երեսակալի պատվարները։ Նրանք այժմ զվարճացնում են Փրկչի հարսին և իրենցով են զարդարում նրա բարեզարդությունը, և ինչպես թագուհուն կծառայեին, հոգու այդպիսի պաճուճանքով նրանք ծառայում են հրաշափառ եկեղեցուն, որ պարուրվելով իր Տիրոջ բազմապիսի առաքինություններով, ոսկեզօծված զգեստով, փառավորությամբ նստում է նրա աջ կողմում, մշտապես լուսավորելով Սուրբ Հոգու ճառագումով և իր լուսավորությամբ գերազանցելով զգալի Արեգակին և լիառատորեն հազարապատիկ անգամ գերազանցելով մարդկային որևէ ըմբռնողության։ Աստվածային Պողոսը դեռևս Սավուխ անվանվելով անհանգստացնում, ոչնչացնում և մեծապես շփոթեցնում էր, քարշելով և տանջելով բոլոր Քրիստոս պաշտողներին, որոնց մատնում էր և բանտ գցում։ Տիրոջը քարոզել ցանկացողներին սպառնալու և սպանելու կրքով լցված, մեծագույն եռանդով նրանց փնտրում էր նաև այլ քաղաքներում, տեսնելու թե կգտնվի մեկը, որ Քրիստոսի անունն է քարոզում։ Այդքան ատելի էր նրան նույնիսկ նրա անունը, որ քաղցր էր և փափագելի բոլոր մարդկանց, որ մոլորությունից փրկեց մարդկային ցեղը։ Եվ խիստ զայրացած լինելով Տիրոջ աշակերտների վրա, Սավուղը քահանայապետերի կողմից ուղարկվում է, որպեսզի գտնի Քրիստոսի անունը քարոզողներին, լինի տղամարդ թե կին, կապված բերի քահանայապետի մոտ ենթարկելու չարչարանքների, ապա նաև մահապատժի։ Սակայն երկնքից Տիրոջ կողմից կանչվելով, նա կանգնեցվեց իր ճանապարհին, որով գնում էր ամենաչար դիտավորությամբ։ Նրան ասվեց. «Սավուղ, Սավուղ, ինչու ես հալածում ինձ, չգիտես իմ իշխանության զորության մասին, վերջապես դադարեցրու քո անպատեհ խանդը և դադարիր հալածել ինձ երկրպագողներին»։ Սավուղը, որի աչքերը կուրացել էին լուսավոր ամպի միջից խոսողի անասելի լույսի արատությունից, պառկել էր զարմացած։ Չնայած նրա աչքերը բաց էին, սակայն նա չէր տեսնում իր ուղեկիցներին։ Նա իր մեջ ընդունելով խոսքն ինչպես ձուկը կարթը, նա դուրս բերվեց խորություններից։ Կորությունը նրա օգտին էր։ Ազատվելով հրեական սովորույթներից, նա այդ ժամանակից ի վեր հետևեց Քրիստոսին։ Մտնելով քաղցր ջրերի ավազանը, անսաց Քրիստոսի կոչին և Պողոս անվանակոչվելով հանգստություն տվեց Քրիստոսի աշակերտներին և դառնալով հուսալի քարոզիչ և հավատի ամուր սյուն, մշտապես ապացուցում էր, թե սա է Քրիստոսը, իսկ որոշ ժամանակ անց սիրո գերազանցությունից նաև իր անձը մատնեց, քանզի ամբողջ հոգով այնպես սիրեց Քրիստոսին, որ իրեն ամբողջովին վտանգի ենթարկեց և կամենալով ապացուցել իր սիրո ջերմությունը, որն ուներ նրա հանդեպ, այսպես գրեց բոլորին. «Ով պիտի մեզ բաժանի Քրիստոսի սիրուց, տառապանքը, թե անձկությունը, թե հալածանքը, թե սովը, թե մերկությունը, թե վտանգները, թե սուրը», նույնիսկ թվարկում է ասելով. «Ոչ հրեշտակները, ոչ իշխանությունները, ոչ բարձրություն, ոչ խորություն և ոչ մի արարած չի կարող բաժանել մեզ Աստծու սիրուց, որ կա մեր Տեր Հիսուս Քրիստոսով»։
Ով կարող է հիմա ասել, թե այսպես սիրում է Արարչին և մեր Փրկչին։ Ով է այդպեսի սրտի արհամարհում աշխարհը և այդքան հեշտությամբ հրաժարվում այն ամենից, որ աշխարհում է։ Կարող է որևէ մեկը վեր կանգնել կրքերից և խուսափել սնափառությունից։ Ով ամբողջովին հրաժարվեց նույնիսկ իրերի ստվերներից և թողնելով ամեն բան վերցրեց իր խաչը և գնաց Քրիստոսի ետևից, որ վճռականորեն ասում է ցանկացողներին. «Եթե մեկը ինձ մոտ գա և չհրաժարվի իր ունեցվածքից, չի կարող իմ աշակերտը լինել։ Իսկ եթե մեկը իրեն է պահում նույնիսկ ունեցվածքի մի փոքր մասը, այդ ժամն նա մեղք է գործում, որովհետև ամբողջովին չի հրաժարվում իր սեփականությունից, այլ Քրիստոսի մոտ է գալիս թերահավատությամբ և կասկածանքով։ Այս պատճառով այսպիսի մարդը պետք է ինքն իրեն մերժի և վերցնելով խաչը գնա Քրիստոսի հետևից։ Ինչպես որ մարմնով խաչին գանված ոչինչ չի կարող բարձրացնել, այդպես և աշխարհիկին խաչվելով չի գայթակղվում կենցաղայենով, որպեսզի դրանով չնմանվի Անանիային և նրա կնոջը, որոնք թաքցրել էին այն, ինչ Աստծուն էր պատկանում։ Այդպես Պողոս առաքյալն է իրեն զրկել երկրայինից, որ ասում և գրում էր. «Աշխարհը խաչված է ինձ համար, ես էլ աշխարհի համար»։ Նաև այդ բոլորը աղբ եմ համարում, որպեսզի շահեմ Քրիստոսին, որին և սիրեցի ես։ Նմանվելով նրան, փառահեղ նահատակները իրենց ենթարկում էին ամեն տեսակի չարչարանքների, հետևելով ամենաիմաստուն վարդապետին, Առաջնորդին և այս մարդի հաղթողին, որը բոլոր հավիտենական կյանքը վայելել ցանկացողների ուղեցույցը դարձավ։ Եվ մեծ սիրով ու համբերատարությամբ չարչարվելով նրա անկահա երանության են արժանանում հավիտյանս հավիտենից։ Մենք բոլորս պարտավոր ենք գովեստներով երգել սուրբերի սխրանքը, որովհետև նրանք քաջ հոգով աշխատեցին գթաշարժել Աստծուն, տալով իրենց արյունը մեր բոլորիս սրբելու համար։ Ինչպես հեզաբարո, մաքուր և անարատ գառներ իրենց ողջակիզեցին մեզ համար, սկզբնակետ դարձան ողջ ազգի համար, և իրենց հոգիներն ընծայեցին Աստծուն իբրև բարեպատեհ և անուշաբույր զոհ, երեք անձնվեր պարմանիների օրինակով, օրենքի պահապանների և Աստծո քարոզիչների օրինակով։ Նրանց հետ և մենք փառավորենք աշխարհի Փրկչին, նրան փառք և իշխանություն հավիտյանս հավիտենից։ Ամեն։